Սովորեցի այստեղից պետությունը տվեց սերտիֆիկատ, որի համար շատ շնորհակալ եմ իրենց։ Կանանց աջակցման կենտրոն կա այստեղ Վանաձորում, իրանք հովանավորեցին, հենց այդպես էլ կոչվում է։ Հետն էլ իրանք ինձ նվերներ տվեցին, վառարան եւ միքսեր, մի խոսքով։ Ինձ այդ առումով ինձ սովորեցրեցին կոնդիտիա։ Ներկա պահին ես անհաձեռներեց եմ, օրինականացրել եմ իմ գործունեությունը, որպեսզի հետագայում խնդիրների առաջ չկանգնեմ, քանի որ հասկանում եմ, որ դա վաղ թե ուշ, այսպես ասած, խնդիր առաջացներ, եթե մարդը առանց օրենքի աշխատում։ Եվ այսպես ասած, մի քանի խանութի հետ արդեն ունեմ պայմանավորվածություն, որից մի քանի օրվա ընթացքում այս իմ գործունեությունը ավարտվելուց հետո արդեն կարող եմ իմ ապրանքանիշը մտնի խանութներ, մեծ շուկա, այսինքն։ Պլաններից մեջ ունեմ տարածք վերցնեմ Վանաձորում դեռևս։ Եվ այսպես համ երեխաս մոտս կլինի, համ ես ինքս կպատրաստեմ ու հուսով եմ մի աշխատող էլ կունենամ լրիվ հերիքա սկզբնական շրջանում։ Մասիկան բերենք, բացել ենք, այս բանի տորթի վրա, հագցնել ենք տուրիստ նկարը։ Տորթերը լինում են տարբեր, կարա լինի ձեռքի աշխատանքով ինչ-որ ֆիգուրկեք, ինչ-որ բաներ, կարա և լինի պրոստը նկարով։ Սա պատվեր չի, ես ճիշտ ասած երեկը, որ մեր շատ հարգելի Խիրատ մեդիայի լրագրողուհի Գոհարը, դուք զանգեցիք, ասեցիք, որ գալու եք, իմ մոտ ցանկություն առաջացավ, մի խոսքով այսա միակ։ Так, սա հիմա բացել ենք, մի փոքր մաստիկային մի փոքր բացում ենք ուղղակի։ Գիտեք, ես այսպիսին միշտ եմ եղել, դեռ փոքրուց, ես չեմ հիշում, որ ես եղածն եմ ինչ-որ խրուպկա, այդպես բան չեմ հիշում, ես միշտ եղել եմ սենց ավելի շատ անող, ստեղծող, ուզենայի ավելի առաջ գնայի։ Եթե Աստված ինձ տվել է ձեռքեր, ոտքեր եւ ես առողջ եմ այս պայծրությամբ, քանի դեռ ես առողջ եմ, ես ունեմ հնարավորություն, ես գնահատում եմ այդ առողջությունը եւ փորձում եմ այդ առողջության շնորհիվ ինտեգրվել, ստեղծել իմը, իմ երեխեքինը, որ իմ հետագայում իմ երեխաները գոնե այն, որ ինչ մինիմալով ապահոված լինեն։ Քանի որ, չգիտեմ, իմ կարծիքով ծնողը պարտավոր է։ Կարծում եմ, որ լավ կստացի։ Ինքը վաֆլի է, վաֆլին ինքը սննդային վաֆլի է, ուտելու համար նախատեսված, то есть ինքը օգտագործում են տորթերի ձևավորման եւ այլն, մի խոսքով տորթերի հիմնականում օգտագործում այս վաֆլի տպագրությունները եւ ինքը ամբողջովին ուտելու է։ Հիմիկ այդ սոցցիտիներում էլ ասում են, որ փոխվել են, հիմիկ այսպես չեն պես չի, բայց իմ կարծիքով դա всё равно այդ մնացել է, այս մեր որ աղջիկը պետքա տարբերվի տղուց, մի խոսքով տղայի համար ամեն ինչ, աղջկա համար ոչինչ, դա միջև հիմա էլ կա, որը համարում եմ շատ սխալ։ Աղջիկը նույնպես մարդ է, որ ունի իրավունք եւ կրթություն ստանա եւ ինտեգրվի, կայանա, ոտքի կանգնի, ինքը որպես լիարժեք մարդ, հետո ինքը ընտրի, արդյոք իրան այդ տարիքում պետք է ամուսնանալ, թե ոչ։ Հիմա ներկա պահին ես էլ ունեմ աղջիկ, ես դաժե չեմ էլ ուզում պատկերացնել այդ մասին, որ ես պետքա որոշեմ իր ապագան։ Նախ մեծ տեղ եմ տալիս կրթությանը, ճիշտ է, իմ մոտ չի հաջողվել ստանալ բարձրագույն կրթություն,
բայց կանեմ ամեն ինչ, որ ինքը աղջիկս, հատկապես աղջիկս ստանա բարձրագույն կրթություն, ինքը ունի ցանկություն, ինքը երազում է դառնալ լավ իրավաբան, դաժե մեկ ասում է, որ մինչև սուդիա եմ դառնալու ես, իհարկե ես շատ ուրախ կլինեմ, եթե դա կատարվի, կարծում եմ, որ կկատարվի, ինչի՞ չէ, մեր եզդի ազգը թող մի քիչ ավելի շատ լինեն, այսպես կայացած մարդիկ։ Հիմա ջրով մի փոքր թրջում ենք մասիկան, որպեսզի նկարը շատ քիչ, կարելի է եւ ջրով, կարելի է եւ հենց ինքի իր կրեմով, որով որ մենք քսել ենք տորթը, այն որ կան տարբեր կուրսեր, հիմա բոլորին հասանելի, ցանկացած մարդ կարա իր երախուն հաստատա, ինչ որ տվյալ տեղ X տեղ սովորելու, շատ լավ կլինի։ Ինքս շուտով պատրաստվում եմ իմ տեղ ունենա, աշխատատեղ ունենալուց հետո պատրաստվում եմ պահել աշակերտներ, եթե մեր եզդի ազգի մեջ կլինեն մարդիկ, որոնք կուզենան իրենց երեխաներին վստահել, որպեսզի դիպլոմավորված մասնագետ պատրաստեմ իմ մոտ, պատրաստեմ դրանով իրենց օգնել, թող կապ հաստատեն իմ հետ։ Չեմ էլ ընտրում դա, որ ասում են կինը չպետք է աշխատի, ես հասցնում եմ ամեն ինչ, ես հասցնում եմ բառից բուն իմաստով ամեն ինչ, հասցնում եմ առավոտյան վեր կենամ, երեխաներին դպրոց տանեմ, ճանապարհեմ, հասցնում եմ տան գործերն, տները մաքրել, գնալ իմ ինչ-որ թղթաբանական խնդիրներ ալինում, գնալ լուծել այդ դոկումենտացիան, հասցնում եմ հետագա գնալ երեխաների հետևից, մեկը հիվանդ է, բնականաբար նրան այլ ժամ, մյուսին այլ ժամ, երեխաներին վերցնել, բերել տուն, դասերն են, գրավորներն են, իմ ամեն օրվա խանութ հանձնելու պրոդուկցիայի եղածնա, սարքել, պատրաստել, ուպակովկա անել, դա բոլորը արվում է իմ ձեռքերով, ես օգնական չունեմ, աշխատող չունեմ դեռ։ Անում եմ նաև ֆիգուրկաներ, արդից օգտվելու մի երկու ֆիգուրկա ձեզ ցույց կտամ։ Այստեղ ունեմ պատրաստված կոսմետիկա, կոսմետիկային վերաբերվող ֆիգուրկեք, նախորոք լինում են պատվերներ, որ լինում է նախորոք պատրաստված, շատ լավ է, ինք լրիվ սիդոմնի են, ուտելու են, մաստիկայից է պատրաստված։ Արդեն վաղուց ժամանակն է, որ մեր ազգն էլ իրենց մեջ ինտեգրի է միտքը, որ պետք չի աղջկան տարանջատել տղայից։ Այսինքն աղջկան այն իրավունքներ, որ մենք տալիս ենք մեր տղաներին, պետք է նույն իրավունքները տալ մեր աղջկան, անկախ նրանից ինչ պայմաններում ենք ապրում, քանի որ չգիտեմ, իմ կարծիքը, դա իմ կարծիքն է, համենայն դեպս պետք չի ամեն ինչ բարդել աղջկա վրա, որ աղջիկ ես, չպետք է սովորես, գնացել ես, պետք է այս լինի, այն լինի, չէ, կան բաներ, պետք է ծնողը իր աղջկան մանկուց սովորեցնի, ճիշտ է, ավանդապաշտությունը շատ լավ բան է, բայց այն որ արդեն եւ որ հարցը հասնում է քո իրավունքներին, քո ոտնահարվում են քո իրավունքները որպես մարդ, դա արդեն իմ կարծիքով այս մեր ապրելու ժամանակահատվածում անընդունելի է, չպետք է դա լինի։ Տորթ տանենք սեղանը դնենք։ Շատ վաղ է եղել, ժամանակ ա եղել, որ այսպես ոնց որ դաժե ուշ չի եղել տեղերից վեր կենալ, այն որ Աստված իրոք իմ հետ է, այն որ ես ու միշտ ես ասում եմ, ես քանի դեռ ես իմ երեխեն ունի իմ կարիքը, Աստված չի թողում, որ ես հիվանդանամ, ես ուժից ընկնեմ, այն որ զապաս ուժը միշտ ունենում եմ, այսպես ասած։ Ապրել եմ մի քանի տարի Ռուսաստանում, այնտեղ էլ դիպլոմավորված բեկր եմ եղել, աշխատել եմ մեծ զավոդում, հացաբուլկեղենի մասնագետ եմ, Էջմիածինից եմ, այնտեղ եմ ծնվել, մեծացել, 17 տարի, Էջմիածնի Արշալույս գյուղում, որից հետո ամուսնացել եմ հոկտեմբերյան, տարիների ընթացքում ունեցել եմ 4 երեխա, մեծս աղջիկս է, եւ 3 տղա, երկրորդ երեխաս ունի աուտիզմ,
թեև ճիշտ է իր վիճակը շատ բարդ չի, բայց համենայն դեպս քայլեր արվում է, փորձում եմ ամեն ինչ անեմ, որ մի քիչ բարելավի վիճակը, ավելի լավ լինի։ Համլետի հետ մենք այցելում ենք լոգոպեդի, մանկավարժի մոտ, որը էլի անվճար է, պետությունը տրամադրում, բայց դա շաբաթական մեկ ժամ է, դա շատ քիչ է բնականաբար։ Բայց այստեղ ինքը արդեն կարող է անել։ Ահա, հələ փորձեք, տեսնեք, այս Համլետը գտնելու է, հա։ Նավը որտեղ են քշում։ Ջրի մեջ, ուր է նավը։ Հələ տեսնեմ, ես չեմ հասցնում նայեմ, գիտեք։ Ոչ, դա չի։ Որտեղ է։ Այս դուգումա տեսնի արդյոք։ Ես հետաքրքրվել եմ, մեր քաղաքում կա շատ լավ կենտրոն, ինքը շատ լավ տեղ է, բնականաբար վճարովի է, ժամը 2-ից մինչև 6-ը երեխաները լրիվ իրանց տրամադրության տակ են, իրանք պարապում են եւ մանկավարժը, հատուկ մանկավարժ կա, պսիխոլոգ, փսիխիատր, այնտեղ տարբեր մասնագետներ կան, որոնք զբաղվում են այդ տիպի երեխաների հետ, այդ կատեգորիայի երեխաների հետ եւ բնականաբար լինում են առաջընթացներ, բայց դա վճարովի է եւ ոչ էժան։ Առայժմս ես չեմ կարողանում տեղավորվել, որ դա էլ անեմ։ Բնականաբար ինքս վարձով եմ մնում, չեմ կարող, պարզապես չեմ կարող դրա մեջ տեղավորվեմ։ Արի, շուչը, դավայ, խպի, աջող, նա ինձ, աջող, իր համար, որպեսզի ինքը անընդհատ իմ մոտ լինի ու ես անդադ իրան հետևեմ, իր ուշադրության կենտրոնում լինի, ես որոշեցի մի այլ մասնագիտություն, որպեսզի կարողանամ տնից աշխատել։ Իմ համար սկզբնականում ես տենում էի, մենակ դրա մեջ էի տենում իմ ապագան, որպեսզի սկզբնական ժամանակը մինչև ինտեգրվեմ, մինչև մի քիչ ոտքի կանգնեմ, տանից պետք է աշխատեմ, այլ տարբերակ չկար, ես չէի տեսնում այլ տարբերակ։ Այն որ ինքը 4 երեխու հետ այդ ամեն ինչ հասցնում է, դա մեկը չեն այսօր անում։ Մարդկա ասում է աշխատանք չկա, սիրում է փափուկ կյանքի, բայց ինքը ամեն դժվարությունները քաշում է, համ իր երեխեքին է հետևողական, համ ամեն ինչը հասցնում է։ Մեկ-մեկ ասում եմ, Էրիկա, ինչի ես նիսիա էլ տալիս, ասում ասում դե մարդ են, նոր տարին օրինակ խմորեղենը շատերը տանում էին վերասյա սենց ասած, ու գումարը որ հետո տանաշխ, ասում եմ Էրիկա, բայց դու ապրանք ես չի առնում, ասում է, դե սոն մարդ են ուզում եմ, ոնց կարամ չտամ։ Դրա համար ես կցանկանամ, որ ինքը ավելի բարգավաճի ու ավելի մեծ բարձունքների հասնի, ինքը իր բիզնեսը մեծ բիզնեսներ դրի, ունենա մարդիկ աջակցեն այդ ձևով։